Մարտի 10-ից նախագահի նախկին թեկնածու Ռաֆի Հովհաննիսյանը կրկին հացադուլ է հայտարարել։ Նա այս անգամ պահանջում է, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանը ինքնաբացարկ հայտարարի եւ թողնի, որ հաստատվի ժողովրդի իշխանությունը։ Մենք այսօր հանդիպեցինք պարոն Հովհաննիսյանի հետ։ Մեծ ձրույթում Ռաֆի Հովհաննիսյանը ասաց, որ իր նպատակը սեփական առողջության վնասումը չէ եւ ինքը համոզված է, որ մինչեւ ապրիլի 9-ը կկարողանա շարունակել իր հացադուլը։ Ես չեմ պատրաստվում իմ առողջությունը վնասել, բայց պատրաստ եմ պայքարը դանել մինչեւ մենք ունենանք նոր Հայաստան հաղթանակի ճանաչում, որը փետրվար 18-ին մեր ժողովուրդը բերեց։ Մեր ժողովրդին շատ քիչ մարդ հավատաց, 2 ամիս առաջ ես հավատացի եւ ժողովուրդը իր պատասխանը տվեց։ Սա պայքարի նոր հանգրվան է, դուք գիտեք, Սահմանադրական դատարանը արդեն լսումները սկսում են, մեր ուսանողները, քաղաքացիական հասարակությունը ամեն մեկը իր նախաձեռնության մեջ է եւ կարեւորը այս մեր շարժման մեջ ոչ թե ղեկավարի անունն է, այլ այն, որ մարդիկ միանում են, անգամ այն մարդիկ, ովքեր 2 ամիս առաջ բոյկոտեցին, չմասնակցեցին, իրենք միանում են, որովհետեւ հասկանում են, որ սա այլևս իսկապես Ռաֆի հաղթանակի կամ Սերժի բարդության խնդիր չէ, այլ այս ժողովուրդը զգում է եւ կարեւոր երդասարտությունը, որ սա իր պայքարն է։ Մեր այն հարցին իսկ որքանով է արդյունավետ պայքարը այս ձևը, քանի որ եթե հիշում եք, նա մի անգամ արդեն հացադուլ իրականացրել է եւ այդ ժամանակ իր պահանջները չիրականացվեցին։ Այս կապակցությամբ պարոն Հովհաննիսյանն ասաց, որ իր պահանջները մերժվել են, սակայն դա հիմք չի տալիս պայքարը չշարունակելու համար։ Այո, ճիշտ եք ասում, որ ես իմ առաջարկները տվել եմ, ոտքով գնացել եմ նստավայր, բոլոր առաջարկներս մերժվել են, խնդրեմ, դա յուրաքանչյուր իրավունքն է, եթե ինքը ինձ ասելիք ունի, կարող է այստեղ գալ ազատության հրապարակ, պատրաստ եմ հարկանքով լսել իր տեսակետները, ինչպես հանգուցալուծել այս համազգային խնդիրը, որը լուծման կարոտ է։ Իմ դիրքորոշումը այն է, որ ինքը ունի շատ կարևոր ներդրում մեր պետական շինարարության մեջ, մեր ազգային հետաքրքիր ունեցող մարդ է Արցախյան ազատամարտում, նաև սխալներ գործել է, թե ներքին, թե արտաքին քաղաքականության մեջ, դա նույնպես գա, բայց հիմա ինքը կարծում գիտակցում է, որ ինքը ընդրված նախագահ չէ։ Ես համեստությունը ունեմ հաջորդ նախագահությունը չասել, բայց կարող եմ ասել, որ ինքը գիտի, որ ներկա դրությամբ ընդրված նախագահ չէ եւ ամենամեծ սխալը ոչ թե իր, ոչ միայն իր, այլ Հայաստանի համար գտնի, որ ապրիլի 9-ին ինքը գերձ երթուն դա։ Բորիս Թամոյան, Աշոտ Մանոյան, Սլաքե։